Հիմա Արցախի ազգային ժողովը ուր է, ես զարմանում եմ, իրաց ազգային ժողովի նախագահը թուրքական բանտում է։ Իրանք ինչու որպես պետական կայացած պետություն, որպես պետության նախագահ, որպես պետության ազգային ժողով, իրանք ինչու այդ նույն հարցումները չեն անում տարբեր միջազգային կառույցների, համանախագահող երկրներին, ղեկավարներին։ Իրանք որպես հլը Արցախի օրինական իշխանություններ Նիկոլը թույլ չի տալի, վախենում են, ես արեք բանում ստուդիայում, հա, ես փոքրիկ, ճիշտ է, շատ փոքր է, եկեք ստե ժողովներն արեք, ես իմ տունը կտրամադրեն, որ Շահրամանյան, եթե քեզ ներկայացություն չեն թողնում մտնես, արի մեր տուն, մի վախեցի, ես քեզ կպահեմ, թույլ չեմ տա, որ քեզ կան կալանավորեն, արա դուք հայտարարություն արեք, պաշտոնական նամակներ գրեք համանախագահող երկրներին, Մինսկի խմբի անդամ երկրներին, ինչից եք վախենում, ազգային ժողով ինչու նիշ չեք անում, ես սա չեմ հասկանում, Հայաստանյան իշխանությունները նույն թուրքն է Ալիևն են, տարբերություն չկա, այսօր Ալեն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյան, Անդրանիկ Քոչարյան, Սասուն Միքայելյան, Ռազմիկ Պետրոսյան, դրանք սաղը նույնն են, ինչ որ թուրքական իշխանությունները, նրանք, եթե հույսը դնում եք, որ իրանք պետք է դիմեն ինչ որ ատյանների մեր գերիների, ռազմաքաղաքական գերիների ազատման հարցով, մոռացեք, դա չեն անելու։ Շահրամանյան, դու ինչի չես անում, քեզ էլ անունը դնեմ դրանց շարքին թվարկեմ։ Ազգային ժողովի, Արցախի ազգային ժողովի պատգամավորներ, դուք ինչի չեք անում։ Ձեր անունն էլ դնեմ դրանց շարքում սկսեմ թվարկել։ Այնար չեն անելու ես իշխան, բայց դուք բանակցության կողմ եք եղել։ Հիմա մինչև 98 թվականը, մինչև 99 թվականը, թե ընդհանրապես չեք եղել, թե Նիկոլի ասած, կա Մինսկի երկրներ, համանախագահող երկրներ, որոնց ներկայացուցիչները հենց Արցախի հիմնախնդրով միշտ եկել են Արցախ։ Այդ բոլորին հիմա բան գրեք, նամակներ գրեք, այդ բոլորին դիմեք, որպես պետության կառույցներ։ Վտարանդի այդ կառավարություն, նույնիսկ ընտրություններ կարող եք կազմակերպել օրինական Հայաստանում։ Ընտրություններ, այո, կարող եք կազմակերպել։ Կարելի է շատ արագ ճշտել, որ շրջանում, որ համայնքում ինչքան արցախցիքներ կան, այդ երեգել ասում էին, որ այն 70 համարի բաներով, անձնագրերով, կարող եք դուք ընտրություններ անցկացնել Հայաստանում։ Չնայած այս պայմաններում, ցեղասպանության պայմաններում դուք կարաք միշտ նույնը գործի որպես օրինական իշխանություն, ոչ մեկը չի կարող ձեզ ասել դուք անօրինական եք, օրինակ, երբ որ ձեր ժամկետը կլրանա, որտեղ ձեզ ցեղասպանել են, ձեր ղեկավարները հիմա ադրբեջանական բանտերում են, Հայաստանում էլ իշխանությունը նվացել են մեր երկրի թշնամիները, ավելի սարսափելի թուրքցած ու ադրբեջանացած անասունները, եւ նրանք չեն զբաղվելու այդ մարդկանց կյանքով։ Դուք ուրեմն իրավունք ունեք դիմելու այդ միջազգային կառույցների։ Շահրամանյան, աղբոր արա, ես եթե վախենում եք, ասեք արա։ Հավաքեք ազգային ժողովը, քանի դեռ կա։ Շահրամանյանին փոխենք մեկ ուրիշով, ով կարող է այդ լուծը վերցնել իր վրա։ Արա, աշխարհ, ես ձեր վրա եմ զարմանում։ Արցախցիներ կա։ Իմ կողմից էլ հարգելի մարդիկ են, անուններ ուղղակի չեմ ուզում տալ։ Այս շեշ ստատուսներ են գրում, այս շեշ։ Ընդդիմության դաշտեր են քարկցում։ Իբր մի նախագահին, երկրորդին պաշտպանում են, երրորդին ուրեմն նկատմամբ ստորություններ են գրում, այ տվարներ։ Դուք Արցախի ղեկավարության համար գրեք, որ այ դուք եք մեր ղեկավարները։ Դուք եք չեն տրել այդ ազգային ժողովը, դուք եք չեն տրել այդ նախագահի։ Հիմա դրանք ձեր ղեկավարներն են։ Իրանց գրեք, որ արա, քիչ եք հավաքվում, թե չէ մեկի պասով մյուսի դեմ գրելը, որպես ինչ եք անում։ Ես անուններ եմ տալու, հետո այդ մարդիկը գրելու են քաքի մեջ, որտեղ իրանք արայքի հետույքը պատրաստ էին պաչելու, մտնելու։ Հիմա էլ ստատուսներ են գրում այ մարդ, Նիկոլին է չեն մեղադրում։